Փնտրեմ։ Պարոն Մուրազի, ձեր քաղաքական ուժն էլ մյուս ընդդիմադիր կուսակցությունների նման հայտարարում է, որ իշխանությունները Հայաստանի բազում սխալներ են արել այդ պատճառով եղավ պատերազմը, բայց հանցագործություններ, մենք այդպես ենք ձևակերպում։ Հարցս ձևակերպեմ, բայց նաև ձեր ուժի վարչապետի թեկնածուն իր վերջին հարցազրույցներում էլ դա կրկնեց, ասում է, որ Հայաստանը ինքն է նաև հրահրել պատերազմը, այսպես ասած, ոչ միայն դիվանագիտական դաշտում սխալներ է արել։ Հիմա այս բոլորը հաշվի առնելով, չեք կարծում, որ երբ դուք լինեք իշխանություն եւ բանակցային process-ի մասնակից, սա ձեզ էլ ավելի թույլ դիրքում է դնելու, որովհետեւ դուք փաստացի Ադրբեջանին հնարավորություն եք տալիս ասելու, որ ինքը նույնիսկ ռազմական գործողությունները սկսելու պատճառով, այսպես ասած, մեղավորություն չունի։ Այո, եթե թույլ կտականն է, նաև ձեզ մեղադրում են, ասում են, գիտեք, դուք կրկնում եք ադրբեջանական նարատիվները, որ Հայաստանն է սկսել պատերազմը։ Մենք չենք հայտարարել, որ Հայաստանը սկսել է պատերազմ, այստեղ կեղծիք կա, մենք ասում ենք Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դեմքով հրահրել է պատերազմ, եւ այսօր ընդհանրապես քաղաքացիական պայմանագրին ու Ալիևին լսում ենք, տպավորությունը Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի դեսպանն է, այնպես որ մեզ մեղադրել ադրբեջանական ինչ-որ նարատիվներ առաջ տանելու։ Դե մյուս կողմն էլ ասում է, որ ձեր ասածներն են Զախարովայի ասածներն են կրկնում։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այդ իշխանությունը 20 թվականի եղած արել է ամեն բան, որ պատերազմը հնարավորինս արագ սկսի։ Մենք չենք ասում Ալիևը պլաններ չուներ պատերազմ սկսելու, բայց արվել է ամեն բան, որ այդ պատերազմը հնարավորինս 2016-ից առաջ ինչ էր արվել, որ սկսեց պատերազմը։ 2016-ից առաջ եղած իրավիճակն էլ իր առանձնահատկությունը ուներ, բայց դուք տեսաք, որ նաև Հայաստանը, քանի որ Հայաստանը չէր հրահրող կողմը, Հայաստան ուներ լրջագույն միջազգային աջակցություն։ Բրիտանական ամենահեղինակավոր հեռուստաընկերության եթերում կոնֆլիկտի մասին խոսում էր Ադրբեջանի արտգործնախարարը եւ Արցախի արտգործնախարարը, տարբերությունը նկատեցիք։ 20 թվականին էլ էին խոսում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի 20 թվականին չի եղել միջազգային որևէ լրատվամիջոց, որը Արցախի արտաքին գործերի նախարարին եթեր կտար հավասար Ջեյհուն Բայրամովին։ Հիմա մենք ասում ենք, որ այս իշխանությունները ստախոսների իշխանություն են եւ դա սա վիրավորանք չի, սա ձևակերպում է հիմնավորված։ Հիմա տեսեք, Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ասել է, բայց ձեր ժամանակը քիչ է, դուք ձեր ծրագրի իմ ժամանակից մի րոպե, ասել է օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանը չի խոսել ադրբեջանցիների Հայաստան բնակեցման մասին։ Մենք ասում ենք, ստում են ամենաբարձր մակարդակով։ Օգոստոսի 8-ից 4 ամիս հետո դեկտեմբերի 5-ին Ալիևը հայտարարել է. հավատում ենք, որ արևմտյան Ադրբեջան համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Բայց դուք իմ հարցին չպատասխանեցիք, որովհետև բանակցային սեղանի շուրջ դուք որ հիշատակեք, թե նախորդ իշխանությունը ինչ է ասել, դրանով չի ուժեղանալու ձեր դիրքերը։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, ասեցի, որ մենք փոխում ենք իշխանության, որը հանդես է գալիս Ադրբեջանի դեսպանի դիրքերից։